Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ կառավարության նիստում առողջապահության փոխնախարար Լենան Անուշյանը անձնական փորձառություն է ներկայացրել, պատմելով, որ ազգային պատկերասրահից գնել է արշիլ գորգ ու պատկերով վերնշապիկ եւ գոհեդրավորակից։ Թերթը հիշեցնում է, որ Անուշյանի անունը նախկինում կապվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագրի ձգձգումների եւ ոլորտում քննադատությունների հետ։ Նյութում նաեւ նշվում է, որ առողջապահական համակարգը շարունակում է բախվել լուրջ խնդիրների, մասնավորապես սրտանոթային հիվանդություններից բարձր մահացությանը Հայաստանում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընտրողների հետ հանդիպմանը ներկայացել է թանկարժեք բրենդային հագուստով եւ զարդերով, որոնց ընդհանուր արժեքը ըստ հրապարակման գերազանցել է $1200-1200։ Թերթը հիշեցնում է, որ նախկինում եւս նախարարի հագուստի եւ աքսեսուարների արժեքը հանրային քննարկումների թեմա է դարձել։ Հրապարակ թերթը գրում է. ՔՊԻ քարոզարշավի ժամանակ ամենանկատելի բանը հանրության քննադատություններից զատ օրվա մի մասը ուտել խմելու վրա անցկացնելն է։ Ամեն օր 2-3 վայրում սեղան են փռում զանազան ուտեստներով եւ Փաշինյանը քաղաքացիների հետ բաժակ է բարձրացնում ու անդադար ծամում։ ԿՊ մեր աղբյուրներից սակայն տեղեկացանք, որ իրականում ոչ թե քաղաքացիները ինքնակամ հյուրասիրում են սիրելի վարչապետին, այլ ուտուշ խմուշը կազմակերպում է հենց ԿՊ-ն։ Կուսակցության քարոզչական բաժնում հատուկ բաժին է բացվել, որը գումար է տրամադրում իրենց նախանշած վայրում հյուրասիրություն բեմադրելու համար։ Սա պարզապես ձև է ցույց տալու իբր ժողովրդի սերը ՔՊ-ի նկատմամբ։ Այնինչ նախապես հստակ տեղորոշվում է պատահական հյուրասիրության վայրը, ստուգվում է սնունդը, ուտելու ոչ գեղեցիկ տեսարանը անգամ դիտմամբ է ուղիղ եթեր հեռարձակվում, կրկին հանրությանը իբր ջերմ վերաբերմունքը ընդգծելու համար։ Հրապարակ թերթը գրում է. Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ԿՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բերդցիների Տավուշ հայրենակցական միության փոխնախագահ Գևորգ Սաղոյանը։ Նա ՀՀԿ-ի իշխանության տարիներին, մասնավորապես 2017 թվականին, պաշտոնավարել է որպես պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ։ Այժմ նա ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի 122-րդ տեղում է։ Բերդից հայտնեցին, որ Սաղոյանը բիզնեսով է զբաղվում, Երևանում բազմահարկ շենքեր կառուցում։ Հրապարակ թերթի տեղեկություններով իշխանական թիմի ներսում վերջին օրերին նկատվում են հուսահատ եւ անորոշ տրամադրություններ։ Պարբերականի աղբյուրների պնդմամբ ՔՊ-ի ներքին հարցումները եւ քարոզարշավի ընթացքը չեն համապատասխանում հրապարակվող բարձր վարկանիշներին, ինչի հետևանքով շտաբներում նվազել է ակտիվությունը եւ նախկին ոգևորությունը։ Թերթը գրում է, որ իշխանության ներկայացուցիչները մտահոգված են հատկապես Երևանում աջակցության մակարդակով եւ փորձում են տարբեր մեթոդներով պահպանել ընտրական դիրքերը։ Նյութում նաեւ նշվում է, որ վերջին շրջանում փոխվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը, մինչդեռ ընդդիմության նկատմամբ իրավապահ գործողությունները շարունակվում են։ Իրավունք թերթը գրում է. իշխանական աղբյուրները վստահ են այս պահին 3 մարզերի վրա՝ Վայոց Ձոր, Գեղարքունիք, Արագածոտն։ Այս մարզերում վաբշե պրոբլեմ չունենք, մեր պրոբլեմատիկ մարզը եղել է ու մնում է Շիրակը, թե Երևանի մասին չենք խոսում, մասնավոր զրույցներում ասում են ՔՊ-ները։ Իրավունք թերթը գրում է. իշխանական աղբյուրների փոխանցմամբ առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ եւ աղմկոտ բացահայտումներ են լինելու, որոնք կխլացնեն ՌԴ-ի սահմանափակումների մասին մտահոգիչ տեղեկատվությունը։ Ասում են, անձամբ Փաշինյանն է ասել, չմտածեք, սաղ տեղն ենք գցելու։ Դե ինչ, այսքանն ենք պատրաստել ձեզ համար, եղեք տեղեկացված։